Փետրվարի 16-ին Զովունիում կրակոցներից սպանված Արսինե Նավասարդյանի որդու դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես դերասանու որդու դեպքը սկսել է չնչին նկատողությունից։ Դերասանու որդին Ռուբենը իր մի քանի ընկերների հետ գնացել է Զովունիում գտնվող սննդի կետ ընդմիջման, որտեղ նկատել է, որ սննդի կետում գտնվող անձանցից մեկը մի տարեց տղամարդու ծաղրանքի է ենթարկում։ Նկատողություն է արել, թե ինչու եք նման կերպ խոսում տղամարդու հետ, ինչից հետո սկսվել է թեժ լեզվակռիվ հայհոյանքներ, որից հետո ծեծի են ենթարկում Արմեն Զաքարյանին։ Արդյունքում Զաքարյանը վերցնում է զենքն ու իրեն ծեծի ենթարկող անձանց փորձում սաստել եւ հնչում է կրակոց։ Սայգա տեսակի որսորդական ակուսափող հրազենից վիավորում է ստանում դերասանուհու որդին Ռուբենը։ Պարզում է Ռուբեն Գ-ին կրակել է Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զաքարյանը, ով փորձել է փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել են Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքից։ Նա ձերբակալվել էր ծանր մամնական վնասված պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով եւ տեղափոխվել Նաիրի ոստիկանության բաժին, ապա ներկայացվել էր Նաիրի քննչական բաժին։ Հանցագործությունը նա կատարել էր իր անվամբ հաշվառված Սայգա տեսակի որսորդական ակուսափող հրազենից։ Դեպքից օրեր անց Փետրվարի 19-ին Արմենաբժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով հայտի դերասանուհու որդին Ռուբենը մահացել էր։ Արմեն Զաքարյանը կալանավորված է, նախաքննությունը շարունակվում է։